Երբ Տեր Հիսուսը համբարձվում էր երկինք, այդ ժամանակ հրեա ազգը գտնվում էր հռոմեական կայսրության լծի տակ եւ հայրենասեր մարդիկ մտածում էին, որ Աստծո որդին մի օր կվերահաստատի Իսրայելի թագավորությունը։ Եվ երբ որ ինքը արդեն համբարձվում էր երկինք, աշակերտները մոտեցան նրան ու ասեցին. «Տեր, այս ժամանակում է, որ վերահաստատելու ես Իսրայելի թագավորությունը»։ Եվ Տեր Հիսուսը նրանց ասաց. «Ձեզ տրված չէ իմանալ ժամանակը եւ ժամանակները, որ Հայրը հաստատեց իր իշխանությամբ։ Այլև զորություն հագնեք, այսինքն երբ որ Սուրբ Հոգին ստանաք, գնացեք եւ ամբողջ աշխարհով մեկ դարձեք իմ վկաները»։ Եվ աշակերտներն արեցին դա հրաշքներով, իրենց վարքով, խոսքով, ամեն ինչով գնացին ու վկայեցին Տեր Հիսուսի հարության, փրկության, ապաշխարության, երկնքի արքայության եւ ավետարանի մասին։ Սիրելի ժողովուրդ, սա մեզ լավ է վերաբերվում։ Արդյոք մենք մեր կյանքում վկայում ենք Տեր Հիսուս Քրիստոսին։ Շատ մարդիկ ամաչում են խոսել իրենց հավատքի մասին։ Շատերն ամաչում են ասել, որ իրենք Քրիստոսի հետևորդ են, որովհետև վախենում են, որ իրենց վրա մագդիներ կդնեն, հավատացյալը, էսա, այնա։ Մինչդեռ Քրիստոսն ասեց. «Ձեր գործը գնալ եւ մարդկանց առաջ ինձ վկայելն է»։ Հիշում եք, ասեց. «Երբ որ դուք ինձ ամաչեք մարդկանց առաջ, ես էլ ձեզ կամաչեմ Աստծո հրեշտակների առաջ։ Իսկ եթե դուք ինձ խոստովանեք մարդկանց առաջ, ես էլ ձեզ կխոստովանեմ Աստծո հրեշտակների կամ Հոր առաջ տարբեր տեղերում»։ Սիրելի ժողովուրդ, մենք մեր հագու կապով, վարքով, խոսքով, ամեն ինչով պետք է վկայենք Տեր Հիսուս Քրիստոսին ամեն օր։ Դե լավ եղեք ժողովուրդ ջան, միացեք մեզ Telegram-ում Աստվածաշունչն ամեն օր Telegram ալիքին, հազարավոր հայ մարդկանց հետ ամեն օր Աստվածաշունչը կարդալու համար։ Բարի օր։